Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք տավարի ողեր բանջարեղենով։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է տավարի ողեր, արքայախնձորի պահածո, գարեջուր, կծու սոուս, գինու քացախ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սրանք բաղադրիչների մի մասն են։ Ընթացքում կարող ենք նաև իմպրովիզացիաներ անել։ Կսկսենք տավարի ողերը մարինացնելու համար մարինադից, այդպես։ Վերցնում ենք հարիչի ամանը։ Հարիչի ամանի մեջ կլցնենք 200 մլի մածուն։ Ինձ զանգվածները գրամով են ասում, 200 գրամ, միգուցե ճիշտը դա է, 200 գրամ մածուն, սրան կավելացնեմ 1 թեյի գթալ Worcestershire սոուս, երեք ճաշի գթալ սոյա սոուս, այժմ ինձ հարկավոր է տախտակը, տեղադրում ենք տախտակը, մարինադի համար կվերցնեմ 1 գլուխ սող, կտրատենք, որպեսզի հեշտ կարողանանք հարել։ Կառաջարկեմ 1 պճեղ, մեծ պճեղ սխտոր, սա էլ մանրացնենք, որ հեշտ հարենք։ Մեկ ճուղ, չնայած մեկ ճուղը շատ է, կես ճուղ հազրևարդ, թարմ հազրևարդի տերևներ։ Արի մոտ կհամեմեմ մառանիկ ընկերության ացած կարմիր կծու պղպեղով մի փոքր, սա ըստ նախասիրության, ովքեր չեն սիրում կծու, կարող են չանել, եւ առատ կարմիր քաղցր պղպեղ։ Կարծում եմ բավական է, մի պտղունց էլ աղ։ Չնայած սոյա սոուսը ապահովում է աղիություն, բայց մի փոքր էլ աղ կավելացնեմ։ Վերջ հարկավոր է սա լավ հարել։ Կարծում եմ բավական է։ Շատ հետաքրքիր բույր ունի մարինադը։ Հանում ենք տավարի ողերը։ Վերցրել եմ 800 գրամ տավարի ողեր։ Վերցնում ենք հարմար ապակյա թաս։ Նրանք արդեն կտրատած են հարմար չափաբաժինների։ Գցում ենք թասի մեջ եւ վրան լցնում մարինադը։
լցնում ենք մարինադը։ Մարինադի գույնը այդքան էլ հաճելի չէ, բայց ասեմ բույրը հրաշալի է։ Լավ, տրորում ենք, որ մսակտորները հավասար պատվեն մարինադով։ Կարելի է այսպես մարինադը լցնել մսակտորների վրա եւ թողնել ամբողջ գիշեր, այդպես ավելի համեղ կստացվի։ Մենք կթողնենք այնքան, որքան որ ժամանակ կունենանք։ Ծածկում ենք սննդային թաղանթով։ Եվ ուղարկում ենք սառնարան։ Իբրև խավարդ կառաջարկեմ քաղցր կարտոֆիլ։ Կտրում ենք ծայրերից։ Մաքրում ենք։ Կտրատում ենք տափողակների, բարակ տափողակների, որից հետո կվերածենք ձողիկների, բարակ ձողիկների։ Հարկավոր է լավ լվանալ, այսպես ավելի արագ է։ Կարելի է տաք ջրի տակ լվանալ։ Կարտոֆիլը հարկավոր է չորացնել, կվերցնեմ անձեռոցիկներ, այսինքն սրբիչներ, և գործի կդնենք նաև սիրելի ամանը, այսպես կչորացնենք մաս-մաս, որ լավ չորանա, և կլցնենք սիրելի ամանի մեջ։ Նույն կերպ մնացածն ենք չորացնում։ Շնորհակալություն, ստեսություն։ Կարտոֆիլները ցողում ենք բուսայուղով, այնքան բուսայուղ ենք լցնում, որ բոլոր ձողիկները պատվեն։ Արի այստեղ և դու արի այստեղ։ Յուղելուց հետո, յուղապատելուց հետո, այսպես ասենք, համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, աղացած կարմիր կծու պղպեղով և քաղցր պղպեղով։ Կհամեմեմ նաև 4 կանաչիներից, տեսնենք ով է ուզում մասնակցել խրախճանքին։ Դե իհարկե ուրցը,
Դե իհարկե ուրց է չորացրած ուրց ենք անում։ Գործ ենք դնում ջեռոցի տապակը։ Վրան փռում ենք սիլիկոնի գորգ, ևս մեկ անգամ խառնենք, տակն ու վրա անենք, թող համեմունքը հավասար տարածվի։ Դու էլ ես ազատ։ Հավասար տարածում ենք։ Ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ գրիլ եղանակով 200 աստիճան, թողնում ենք կարմրի կարտոֆիլը։ Շարունակենք գործի ենք դնում տապակը։ Հանում ենք հալած յուղ, մարինադն էլ թող այստեղ մնա։ Երկու ճաշի գթալ հալած յուղ ենք լցնում։ Լավ է։ Տապակելու ենք գլուխ սոխ։ Կվերցնեմ մանուշակագույն սոխ, 2 գլուխ սոխ, շատ մանր չեն կտրատում։ Այսպիսի կտորների։ Ինձ այստեղ նկատողություն արեցին, ասացին, ինչ մանուշակագույն, սա կարմիր սոխն է, այո, կարմիր սոխն է, բայց ով կասի, որ սա մանուշակագույն չէ, կարելի ասել մանուշակագույն սոխ։ Սոխը չենք համեմում, անմիջապես նրան է միանում մեկ գազարը, զոլավոր կտրատած շեղակի, թող տապակվի սոխը զոլավոր կտրատած գազարի հետ, իսկ մենք կազատենք միսը մարինադից։ Արի դու։ Միսը մարինադի մեջ գրեթե եփվել է։ Քամվիր։ Նախապատրաստենք մսի համար կաթսա։ Միսը տապակելու եմ հալած յուղով։ Երկու գթալ, երկու ճաշի գթալ։ Գազարին և սոխին միանում է նեխուրի ցողունը, մեկ մեծ ցողուն նեխուրի, սա էլ կկտրատենք զոլավոր շեղակի։ Սկսում ենք միսը տապակել,
Հենց միսը սկսի կարմրել, կարծում եմ, որ պետք է կարմրի, կավելացնենք սոուս, որը այժմ կպատրաստեմ։ Սոուսի համար կվերցնեմ 1 ճաշի գթալ մեղր, մեկ ճաշի գթալ կծու սոուս, կարելի ասել 1.5 ճաշի գթալ մեղր, 1.5 ճաշի գթալ կծու սոուս և լավ խառնելուց հետո կավելացնեմ գինու քացախ, 1.5 ճաշի գթալ գինու քացախ, արի այստեղ։ Թողում մնա սոուսը, իսկ կարմրի կավելացնենք։ Իսկ սոխառածին կառաջարկեմ ավելացնել պղպեղ, քաղցր և կծու։ Կվերցնեմ գույնս գույն 2 պղպեղ, շատ մանր չենք կտրատում։ Այսպիսի կտորների շատ լավ է։ Լցնում ենք սոուսը միսի վրա։ Հենց սոուսը պատեց մսակտորները, ավելացնում ենք կես լիտր մուգ գարեջուր։ Տապակվող բանջարեղենին, քաղցր պղպեղը լցրել ենք, կառաջարկեմ նաև կծու պղպեղ։ Կծու պղպեղներից կվերցնեմ հալապենո, 1 հալապենո։ Հեռացնում ենք պտղակոթը, կտրատում օղակների։ Համեմենք բանջարեղենը, կվերցնեմ 1, 2, 3, 4 պճեղ սխտոր, ճզմում ենք դանակի շեղբի տակ, թեթևակի անցնում, կտրատում սխտորները շերտերի։ Կհամեմեմ նաև 1 ճաշի գթալ աջիկայով, մեկ ճաշի գթալ լոլիկի մածուկով, չմոռանանք, որ աղ չենք արել, մառանիկ ընկերության աղ ենք անում և 4 պղպեղ, որտեղ է իմ 4 պղպեղը։ Բանջարեղենին միանում է իր յուրահատուկ համով արքայ խնձորը, պահածոյացված 4 շերտ, պահածոյացված արքայ խնձոր ենք կտրում,
ամեն օղակը 4 մասի, կավելացնեմ նաև հյութը, տեսնենք ինչ վիճակում է միսը, ոսկորը սկսել է փախնել մսից, ճիշտ ժամանակն է զանգվածները միավորել, լցնում ենք մսի վրան, տակնու վրա ենք անում, ծածկում ենք կափարիչով և մարմանդ կրակի վրա երբում ենք ևս 17 րոպե։ Վերջում կերակուրը պատրաստ լինելուց հետո մատուցելիս կավելացնենք թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ մաղադանոս փոքր փունջ։ Քիչ չեր մնում մոռանալ, կարտոֆիլը անպայման կդնեք հետը։ Վերջ, սա կավելացնենք արդեն պատրաստի կերակրի վրա։ Տավարի կողեր բանջարեղենով։ Մարինադի համար հարիչի ամանի մեջ մածուն, վուստերշիրյան սոուս, սոյայի սոուս լցնել, կտրատած գլուխսող, սխտոր, հազրևարդ դնել, համեմել կարմիր կծու և կարմիր քաղցր պղպեղներով, աղով, հարել, մարինադը լցնել տավարի կողի կտորների վրա, խառնել, ծածկել, առնվազն կես ժամով սառնարան դնել, խավարտի համար քաղցր կարտոֆիլ կլպել, բարակ տափողակների կտրել, դրանք էլ ձողիկների կտրատել, լավ լվանալ, անձեռոցիկով չորացնել, լցնել թասի մեջ, բուսայուղ ցողել, համեմել աղով, կարմիր կծու պղպեղով, կարմիր քաղցր պղպեղով, չորացրած ուրցով, տակնու վրա անել։ Ձողիկները տեղափոխել ջեռոցի սիլիկոնե գորգ փռած տապակին, 200 աստիճան տաքությամբ ջեռոցում գրիլ եղանակով խորովել մինչև կարմրեն։ Մարինադի ցանած մսակտորները յուղով տապակել մինչև կարմրեն։ Մսի սոուսի համար թասի մեջ մեղր, կծու սոուս, գինու քացախ խառնել, լցնել մսակտորների վրա, մուգ գարեջուր ավելացնել, եփել մինչև միսը սկսի ոսկորից անջատվել։ Միջին չափի կտրատած կարմիր գլուխ սոխը հալած յուղով տապակել, գազարի շրջանակներ, նեխուրի ցողունի կտորներ, քաղցր և կծու պղպեղներ ավելացնել, համեմել մանրացրած սխտորով, աջիկայով, լոլիկի մածուկով, աղով, 4 պղպեղ համեմունքով, բանջարեղենին պահածոյացված արքայախնձորի կտորներ և մոտ 100 մլ հյութ ավելացնել։ Այս ամենը լցնել մսով կաթսայի մեջ, ծածկել, միասին մարմանդ կրակով եփել 17 րոպե, մատուցել խավարտի հետ, վրան կտրատած թարմ մաղադանոս շաղ տալ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, բանջարեղեն, լոլիկի մածուկ, աջիկա և ընտիրալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։